ասում եք ավարտին են մոտենում բանակցությունները, համաձայնությունները, սակայն աշխարհակարգում համատեքստը կարծես մենք չնկատենք, ասենք քանի իրադարձությունները Էրիադում Ամերիկայի եւ ռուսների միջև բանակցությունները ավարտվում են առանց մեծ խաղացողների որոշումների, կարող են համաձայնություն կայացնել։ Այդ ուզում եմ աշխարհակարգում համատեքստը նկատի ունենալ։ Հարմար է մեր բանակցությունների ավարտին, Իսպանիա։ Այո, շատ հարմար է, հենց դրա համար էլ մենք բանակցությունները եւ այդ տեքստը պայմանագրի փակել ենք այլևս։ Պետությունների ԱՄՆ-ի, Ռուսաստանի որոշումներին աշխարհակարգ։ Այսինքն ինչ աշխում, սպասենք, որ ինչ լինի, Չէ, մի հատ օրինակ բերեք, էլի ձեր հարցը։ Օրինակ սպասում ենք, որ, չգիտեմ, Տրամպը զանգահարի եւ ասի եկեք կնքենք, բա ինչի՞ պետք է սպասենք ուզում ասեմ։ Ուկրաինայի հարցում էդ Լավ, հարգելիս, մենք մեր հարևանի հետ ուզում ենք խաղաղության պայմանագիր կնքենք։ Հիմա ես Էլ-Ռիադի բանակցություններին ինչի սպասեմ ուզում։ Կարող ենք ինքնուրույն բոլորը անել։ Ես չգիտեմ, Ադրբեջանը եւ Հայաստանը կարծում եմ այդքան ուժ ունեն, որ ինքնուրույն որոշեն իրենց ճակատագիր։ Եթե ինչ-որ մեկը կուզենա դրան աջակցի, մենք տեսնում ենք, որ 50-ից ավելի հայտարարություններ կան երկրներից, ազգային ժողովներից, արտաքին գործերի նախարարներից, կազմակերպություններից, միություններից, ինչի պրիզ։ Ես ուղղակի որ հարցը տալիս եք, նա տեսական օրինակ բերեք, որովհետև ձեր հարցը հաճախ ուղղակի ուզում եմ հասկանամ ինչ կապ ունի Ուկրաինան, Հայաստանի, Ադրբեջանի խաղաղության պայմանագրի հետ։ Ոնց օրինակ։ Գլխավոր դատախազն է գալու խորհրդարան եւ պատգամավորի անդրադառնությունից եկելու միջնորդությամբ կա արդեն որոշում ոնց է քվեարկելու եւ ինչու հիմա առաջացավ նման միջնորդության առաջնորդությունը։ Ոնց է դարձել ինչու հիմա պետք է չառաջանար։ Գործի հետ կապված 7 տարվա վաղեմության գործ է Հովիկ Աղազարյանը։ Տեսեք, ես այդ մանրամասներին չգիտեմ։ Հիմա տեսեք, եթե Տան Մարկարյանը օրինակ մասնակցեր ինչ որ ընտրությունների, պետք է ասեիք, ահա, ընտրությունների է մասնակցում, դրա համար հիմա եղավ։ Հիմա որևիցե բան չի կատարվում, ասում եք ինչի եք հիմա բանանում։ Դե ինչ կապ ունի, ուզում հասկանամ այդ բաները, որ ուզում եք կապեք միշտ չի, հա, լինում է որ տենց ինչ որ նպատակ են ունենում, չեմ բացառում պատմության մեջ եղել է որ նման բան եղել է, բայց ինչ եք ուզում կապեք այն բանը, ասենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց զանգում են, ասում են, գիտեք ինչ, ձեր այդ տուգանքի հետ կապված խնդիր կա։ Հիմա բռնել եք, կապել եք Գյումրիա տեխնացուներից մեկի հետ, որ իշխանությունը տուգանքի միջոցով փորձում է Գյումրիա տեխնացուի վրա ճնշում է։ Այսինքն ճնշման էլ ձև չկար, պետք է հենց այդ բանը տեղի ունենա։ Տեսեք, մի հատ բան ասեմ, ձեզ մի հատ տենց պատմություն կա, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր ընդհատակում եւ որոշում կայացվեց, որ վարչապետը պետքա գնա դատախազություն, ես անմիջականորեն մասնակցություն եմ ունեցել այդ գործունեության մեջ եւ մեքենայով տեղափոխել եմ նրան դեպի դատախազություն, են հայտնի տեսանյութը որ մտավ, ասեց բարև ձեզ, ես Նիկոլ Փաշինյան, դրանից ուղիղ 3 օր հետո ես նամակ եմ ստանում դատախազությունից, որ ինձ հրավիրում են դատախազություն։ Ես մտածեցի, որ իրոք դա երևի վերաբերում է նրան, որ արդեն ես տարել եմ դրա հետ կապված, երևի Նիկոլ Փաշինյանի հետ կապված է, պարզվեց իմ մոտ էլ էլի տուգանքի հետ, իմ ՍՊ-ի տուգանքի հետ համընկավ, բայց մինչև ես գնացել հասել եմ դատախազություն, ես վստահ եմ եղել, որ դա կապված է 3 օր առաջ Նիկոլ Փաշինյանի դատախազության մոտ հասցնելը։ Ուստի եկեք ֆիքսենք, որ միշտ չի, որ դա կապ է ունենում բանի հետ։ Քվեարկության հետ կապված, երբ որ դատախազը կգա, կներկայացնի, երեք մեր մոտ տենց թեթև քննարկում ա եղել, տենց չաթային մակարդակում, հա, իրար մեջ գրվելով, ով տեսել է, ով ծանոթացել է, խմբակցությունը կքննարկի եւ իր կարծիքը կհասցնի։ Չէ, չաթում ինքը չկա։ Ինքը իր միակ չաթ ունի, որտեղ ինքը ուղարկում է եթե